փողը վերածել հողի։ Հող առնել փողով։ Արդյոք դա ճիշտ ներդրում է։ Քանի որ ասել են, որ էժանացող ապրանք առնելը սխալ է, պիտի առնել թանկացող ապրանք։ Իսկ հողը ենթադրվում է, որ թանկացող ակտիվ է։ Կարճ պատասխանում եմ. ոչ, եթե դուք չունեք բավարար գիտելիքներ, կրկին ոչ, որովհետև հողը չի բերում դրամական հոսք։ Դուք հողը առաք, ինքը ձեզ փող չի բերում ամեն ամիս։ Եթե դուք բանկից վարկ եք վերցրել եւ առել եք հող, դուք հույս ունեք, որ հողը կթանկանա, բայց դա հույս է։ Դուք վստահ չեք, որ հողը կթանկանա, բայց դուք վստահ եք, որ ամեն ամիս բանկը գալու է իր փողի հետևից։ Այն մարդիկ, որոնք բանկից տոկոսով փող են վերցնում, առնում են հող, իրանք հույսը եւ իրականությունը խառնում են իրար։ Իսկ ինչ կպատահի, եթե հողը 3 տարվա ընթացքում թանկանա 2 անգամ։ Եթե դուք վարկը վերցրել եք, ասենք 20%-ով, 3 տարում դուք բանկին պիտի վերադարձնեք գրեթե այդ թանկացած գնի չափ փող։ Այսինքն դուք շահույթ չունեք։ Շահույթ չունեք նույնիսկ եթե հողը կրկնակի թանկանում է, որովհետև տոկոսները բարձր են։ Եվս մի տարբերակ։ Ասենք թե դուք առել եք հողը քառակուսի մետրը $40, մի տարի հետո թանկացել է հողի գինը, դառել է $100, բայց դուք վարկի տակ եք։ Արդյոք դա շահավետ է։ Ոչ, որովհետև երբ որ դուք այդ հողը փորձում եք վաճառել, տեսնում եք, որ ինչքան էլ ձեր հողի պես հողեր, դեռ ավելի վատ հողեր, արժեն առնվազն $100, բայց չի վաճառվում, որովհետև հողը անշարժ գույքը դժվար վաճառվող, դժվար լիկվիդացվող ապրանք է։ Ինքը իրականում արժի $100, բայց երբ որ դուք ուզում եք վաճառեք այսօր, մեկ էլ պարզում եք, որ $60-ից ավել տվող չկա։ Իսկ բանկը չի սպասում ձեր $100-ին, ինքը իր տոկոսների տերն է, ձեր վրա ժամ է դրած։ Հետևաբար ֆինանսական անգրագիտությունը վերցնել վարկ, մտնել իրական տոկոսի տակ եւ հույս ունենալ, որ հողը կթանկանա, կվաճառես եւ շահույթ կունենաս։ Դա կոչվում է չարդարացված ռիսկ։ Պլյուս դրան, եթե դուք չունեք ահռելի փորձ, որ իմանաք հողը ինչ չափով առնեք, ումից առնեք, քաղաքի որ մասում առնեք, ինչ նշանակության հող առնեք եւ ինչպես վաճառեք, հավանականությունը, որ դուք ֆինանսական կռախի մեջ կհայտնվեք, գրեթե 100% է։ Շահելու մի ձև կա։ Եթե դուք գտնեք գնորդ, որը ձեզ կտա կանխավճար, դուք կվաճառեք հողը մինչև առնելը, դեռ չեք առել, բայց դուք արդեն հողը կվաճառեք։ Գնաք, վարկը վերցնեք, առնեք, վաճառեք, բանկի տոկոսները տակ, կարճ ժամանակում անեք գործարք, քիչ տոկոս վճարեք եւ շահույթ ունենաք։ Բայց դա անելու համար ձեզ պետք է ֆինանսական գիտելիք, որ չզարմանաք իմ խոսքերի վրա, չասեք, այդ ոնց պետք է սկզբից վաճառես, հետո գնես։ Եթե դուք զարմանում եք, այդ ինչ բան է սկզբից վաճառել, հետո գնելը, ուրեմն դուք չունեք այդ գիտելիքը, պիտի գնաք կրթվեք։ Փողը գիտելիք է սիրում։ Եթե դուք ուզում եք փողը ավելացնել, դուք պիտի փողի մեջ դնեք ձեր ռեսուրսը, տարիների քրտնաջան աշխատանք, ինքնակրթություն, որ հասկանաք ինչպես կարելի է փողի հետ վարվել։ Եթե դուք դա չունեք, վարկ բառից հեռու մնացեք։ Սիրելի բարեկամներ, կարճ ծանուցում, եթե այս վիդեոն տեսնում եք Instagram-ում կամ TikTok-ում, սեղմեք bio-ի մեջ link կա։ Եթե Facebook-ում է, ուրեմն վիդեոյի նկարագրության մեջ։ Լրացրեք ձեր մեյլը եւ անունը, ու ես ձեզ պարբերաբար շատ օգտակար կոնտենտ կուղարկեմ։